Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթվա ընթացքում որոշ իրադարձություններ կարևոր տեղի ունեցան նաև մեր հարևանների հետ հարաբերություններում, մասնավորապես վարչապետ Փաշինյանը զանգահարեց Էրդողանին, շնորհավորելով մուսուլմանական տոնի Ղուրբան Բայրամի կապակցությամբ, Էրդողանն էլ ավելի քաղաքական առիթով շնորհավորեց Փաշինյանին, խոսքը վերաբերվում է 26 թվականի գարնանը Հայաստանում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովն անցկացնելու որոշման կապակցությամբ և կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր երկկողմ հարաբերություններից, տարածաշրջանից, նաև միջազգային օրակարգից։ Կարճ ժամանակ անց Փաշինյանը նաև իր Twitter-ում կամ X-ում գրառում է անում և շնորհավորում Ադրբեջանի ժողովրդին նույն տոնի կապակցությամբ, ընդ որում թե այսպես ասելով, որ մեր երկրներին մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։ Իդեպ հետևելով այդ գրառման արձագանքներին, ամենայնտեպս ադրբեջանցի օգտատերերը հիմնականում դրական էին արձագանքում, նաև արտատպումներում ես հետևեցի նույնպես դրական է ընդունվում Ադրբեջանի համենայն դեպս քաղաքականությամբ հետաքրքրվող հասարակության կողմից։ Սա իհարկե Ալիևի ռեժիմը ռուսական պածոմկինյան գյուղերի ավանդույթի կրողն է, բայց այս արձագանքը սոցիալական ցանցերում երևի թե դժվար է արհեստական համարել։ Այնուամենայնիվ դա փաստ է մնում։ Սա ինչ-որ առումով կարող է փոփոխության վրա անդրադառնալ, բայց պրոցեսներն ընթանում են իրենց տրամաբանությամբ, բանակցային գործընթացը կանգ է առել արդեն համաձայնեցված պայմանագիրը ստորագրել չստորագրելու այսպես հանգրվանում և առջևում մենք միայն կարող ենք ենթադրել, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Դե Թուրքիան էլ այդ ամենը կապում է հենց այս պայմանագիրը կլինի, թե ոչ։ Զուգահեռաբար Հայաստանի ներսում էլ նոր երանգներ է ստանում պետություն, եկեղեցի այս հարաբերությունների ճշգրտումը, այսպես ասենք, որը բավականին աղմկոտ ձևով է ընթանում և նոր երանգն այն էր, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, կարելի ասել, համերաշխության այց կատարում Գարեգին II կաթողիկոսին և ըստ էության կանգնում Գարեգին II-ի դիրքորոշմանը, կոչելով հակասահմանադրական բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչում են թե Գարեգին II-ի, թե բարձրաստիճան եկեղեցականների հասցեին, այն էլ ինչի համար, որ նրանք միջամտում են քաղաքականության, այսինքն ըստ հարգարժան առաջին նախագահի դա չէ հակասահմանադրական, հակասահմանադրականը դրան մատնացույց անելն է։ Ինչ, փորձենք հասկանալ և այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Հովսեփ Խուրշուդյանը, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավարը, Եվրաքվե
նախաձեռնության անդամ, բարև եք եկել, պարոն Խուրշուդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դե սկսենք այս մեր տարածաշրջանում այս սիրալիր շնորհավորանքներով ինչ է ձեր կարծիքով այս ամենը նշանավորում կամ փոխում տարածաշրջանային մթնոլորտում, հա, համեցեք։ Դե ակնհայտ է նպատակը, հենց մթնոլորտի վրա դրականորեն ազդելը, ինչքան էլ որ մեր որոշ հայրենակիցներ բացասական ընդունեն, որ թշնամուն, որի հետ դեռ խաղաղության պայմանագիր էլ չի կնքվել, այսպես շնորհավորում է վարչապետը, ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, թե ինքներս ինչ դիրքում ենք, հա, հիմա։ Այսինքն Հայաստանը ինչ դիրքում է եւ ինչ նպատակներ է հետապնդում, որն է այսօր մեր գլոբալ ռազմավարական նպատակը, եւ ըստ դրա կառուցենք մեր քաղաքականությունը։ Հիմա Հայաստանը առաջնային խնդիր ունի վերականգնելու իր դիմադրողականությունը, իր զինված ուժերը հզորացնելու, իր պետական ինստիտուտները կայացնելու, զարգացնելու, որտեղ մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, որ ըստ էության մեր պետական ինստիտուտները չեն գործում։ Եվ դա խնդիր է, եւ նման պայմաններում պետք է հասկանալ, որ պատերազմը ամենավերջի հերթին հենց Հայաստանն է պետք, հա, որտեղ Հայաստանը այսօր պատրաստ չի արդյունավետ, հաղթական պատերազմ վարի։ Հարցն անում չէ, որ ընդհանրապես մեր զինված ուժերը պատրաստ չեն պատերազմի, բարեբախտաբար շատ ավելի պատրաստ են, քան 44 օրյա պատերազմի ժամանակ։ Բայց էլի մեր խնդիրը պետք է լինի, որ եթե նույնիսկ մեր դեմ որևէ մեկը պատերազմ հրահարի, սանձազերծի, սկսի, ինքը պարտվի այդտեղ, այլ ոչ թե պարզապես մենք մաքսիմալ վնաս հասցնենք այդ կողմին։ Դա էլ է իհարկե պատերազմի խնդիրներից մեկը, հա, երբ որ դիմացինդ այնքան հզոր է քո համեմատ, որ դու չես կարող ուղղակի ֆիզիկապես հաղթել, գոնե անընդունելի վնասի գաղափարն է առաջ գալիս, որ գոնե այնպիսի վնաս պետք է դա իրեն հետ պահի նման գաղափար պատրաստ լինես հասցնել, որ ինքը քցի բռնի կոպիտ ասած, որ իրեն ավելի ձեռ է տալիս քո հետ լեզու գտնել, քան թե քո դեմ նույնիսկ հաղթական պատերազմ վարել, որտեղ այդ հաղթանակը շատ թանկ կարող անցնել։ Դա կարող է, ասենք, տեսանելի լինի նման սցենարը Թուրքիայի դեպքում, հա, բայց ոչ Ադրբեջանի։ Ադրբեջանի դեպքում Ադրբեջանը ցավոք սրտի այնպիսի տրամադրություն ունի, հատկապես իր ղեկավարությունը, որ եթե պատերազմ սկսի Հայաստանի դեմ, ես չեմ կարծում կանգ կառնի անցանկալի, անընդունելի վնասների առջև, ինքը պատրաստ կլինի ցանկացած վնասի, միայն թե իր խնդիրները լուծի։ Դրա համար հիմա Հայաստանին առնվազն ժամանակ է պետք շահել եւ նրանց համար եւ նրանց դեպքում այն մտածողության դեպքում եւ մոտեցումները, երբ որ մարդիկ ասում են, որ մեզ պատրաստվել է պետք, որպեսզի կարողանանք պաշտպանվել ինքնապաշտպանության համար, այսինքն որ մի օր ամեն դեպքում հարձակվի մեր վրա Ադրբեջանը, մենք արդեն պատրաստ լինենք, եւ թե նույնիսկ նրանց համար, ովքեր պատրաստվում են Կիրանցով Ղարաբաղ մտնել, հա, ինչ որ բանով, որ մենք իրենց պատկերացմամբ հիմա այնքան հզոր ենք, որ կարող ենք Կիրանցով մտնել Ղարաբաղ։ Դրա համար պետք է ընդամենը մի երկու անգամ աղոթել եւ մի երկու սուր խոսք ասել իշխանությունների հանդեպ։ Եվ դրանով եւ սուրբ։ Հա, եւ սուրբ Չակերտավոր։ Եվ նույնիսկ այդ դիտանկյունից վերցրած, հա, պետք է ժամանակ շահել։ Եվ այս դեպքում իհարկե պետք է վերջիվերջով սկսենք սովորել դիվանագիտություն այն ժողովուրդներից, որոնք որ ավելի իրենց մոտ լավ է ստացվում են դիվանագիտությունը, հա, այդ թվում մեր հարևաններից։ Մի հարևանը 30 տարի սպասեց եւ չկորցրեց այդ ժամանակը, հասավ իր ռևանշիստական նպատակներին։ Մյուս հարևանի դեպքում այսպեսի հայտնի խոսք կա, չէ, ասում է այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պետք է համբուրես։ Չգիտես ինչի, մենք դա միշտ օրինակ ենք բերում, որ տեսեք թուրքերը ինչքան խորամանկ են, ինչքան խելացի են, այդ միշտ այդ կիրառում են եւ արդյունքում հաջողում են, հա, արդյունքում ունեն հզոր պետություն։ Լեոնել գրում էր, որ թուրք յուղապետն ավելի քաղաքագետ է, քան հայ ինտելիգենտը։ 100 տարի առաջ։ Այո։ Բայց չգիտես ինչի, երբ որ հարցը գալիս է կոնկրետ քաղաքական քայլեր անելուն, ինչ որ մարդիկ ուզում են պարտադրել իշխանություններին, որ այսպես հպարտ կեցվածք ընդունելով աչուձախ բոլորին անպատվեն, պահանջատեր լինեն, ասեն ետ տվեք մեր հողերը եւ վերջ։ Մենք այդքան հզոր ենք, որ այդ ամեն ինչը պահանջենք։ Որում 300 1000 քառակուսի կիլոմետրից ոչ պակաս։
Այդ մի կողմը, արևմտյան կողմը, արևելյան կողմում մենք ունենք մի 20-30 հազար էլ ընդեղ։ Հենց 330-ը գալիս։ Մի պակասացրեք մեր հայրենիքը, պարոն Մերաբյան, Չէ, իրականում այսպես հեգնում ենք, բայց վերջը նաև նորմալ հարաբերությունները հարևանների հետ պետք է բերեն նաև մեր խնդիրների լուծմանը։ Այդ թվում հայրենիքի ամբողջականության վերականգնանը ոչ թե այն իմաստով, որ գնանք մեր դրոշները ինչ որտեղ տնկենք, որը իրատեսական չի, հա, հատկապես օրինակ Թուրքիայի մասով, այլ որ այնքան նորմալ մի հարաբերություն է, որ սահմանները բաց լինեն, մեզ այնտեղ որպես թշնամի չվերաբերվեն։ Մենք կարողանանք մեր հայրենիք վերադառնալ, ոչ մեկ չի ասում, որ մուշը դադարում է լինել մեր հայրենիքը, որտեղ այնտեղ նաև հայեր են ապրում մինչև մայի դեպ։ Հա, հայրենիքը լայն իմաստով, հա, ոչ թե պետություն որպես, հա։ Այդ իմաստով ես հասկանում եմ վարչապետը ինչի օրինակ այդ Մասիս Սարի հարցը բարձրացնում եւ այլն, դա քաղաքական ղեկավարի դիրքորոշումն է, դա նորմալ է, պետք է հասկանալ եւ ընդունել, բայց դա չի նշանակում, որ մենք որպես քաղաքացիներ, որպես հասարակ մարդիկ, ինչ որ դրանից ելնելով պետք է օրինակ մեր պատերի վրայից հանենք Մասիս Սարի նկարները կամ մեր չնայենք ընդհանրապես այն կողմ։ Իմ պատշգամբից որ երևում է, ես ինչ աշկերս փագի։ Կամ վերջը կա պատմություն, կա քաղաքակրթություն, Մասիս Սարը եղել է մեր քաղաքակրթության կենտրոններից մեկը, որպես գաղափար եւ որպես խորհրդանիշ, եւ ոչ մեկ դրանից բարձր չի հրաժարվի եւ ոչ մեկ չի կարող պարտադրել եւ ոչ էլ ցանկություն ունի, ես վստահ եմ պարտադրել հասարակության ինչ որ բաներից հրաժարվել։ Պետք է որ պետության ղեկավարը նման բան ասի, որպեսզի լիցքաթափի մթնոլորտը, որպեսզի նվազեցնի ռիսկերը, անում է։ Շատ բաներում կարող ենք իրեն քննադատել, բայց նման հարցերում ինձ թվում է կարող ենք աջակցել, որ այո, այս շնորհավորանքը ճիշտ էր եւ պետք է աշխատանք վարի դիվանագիտական ուղղությամբ, որ նաեւ մեր անկախության օրը Թուրքիան մեզ շնորհավորի, հա, Էրդողանը մեզ շնորհավորի։ Չեմ կարծում, որ ինչ որ պարտադիր կրոնական ինչ որ բանի շուրջ կամ այդ թեմայով կամ այդ առիթով մեզ շնորհավորեն, բայց անկախության շնորհավորումը շատ ավելի կարևոր կլինի։ Ադրբեջանի դեպքում կասկածում եմ, որ Ալիևը նման բան անի, մանավանդ մենք էլ այնպես չի, որ իրենց անկախությունը շնորհավորեցինք, հա, իդեպ այստեղ անընդհատ ամեն անգամ, գիտեք, ամեն տարի նույնը կրկնվում է, այդ նախկին քրեա օլիգարխիայի մնացուկների սպասարկուները, բլոգերներ, լրատվամիջոցներ սկսում են աղաղակել, այ տեսակ, Թրամփը, հիմա Թրամփը նախկինում Բայդենը չշնորհավորեցին Հայաստանի անկախությունը, այլ շնորհավորեցին միայն Ադրբեջանի եւ Վրաստանի անկախությունը, կներեք էլի, 21-ին։ Հա, այդ աշճանի տգետ կարելի է լինել կամ մարդկանց էշի տեղ դնել, որ ասել, որ նրանց է շնորհալը մերը չէ։ Մերը սեպտեմբերի 21-ին է, այդպես է ընդունվել, որ մենք պաշտոնապես առաջի իշխանությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը համարեց, որ մենք առաջի հանրապետության իրավահաջորդը չենք։ Եւ դրա համար էլ անկախությունը մեր ոչ թե այն ժամանակ, երբ որ հռչակվել է, պետք է նույն օրը նշվի 18 թվականի նկատմամբ, այլ սեպտեմբերի 21-ին, երբ որ արդեն 91 թվականից հետո մենք անկախացանք։ Մի խոսքով, այնպես որ այդ իմաստով ես կարծում եմ, որ ժողովրդի մոտ նաև այդ ռազմավարական մտածողությունը, դիվանագիտական մտածողությունը պետք է զարգացնել։ Դա չի նշանակում ընդհանրապես դառնալ ռոբոտ զրկվել հույզերից, չէ, բայց հույզերը կարելի է կառավարել եւ հույզերը մի քիչ երբ որ պետք է ներսում պահել, ոչ թե վերացնել, այլ ներսում պահել եւ օգտագործել այնտեղ, երբ որ ավելի ռացիոնալ է, ավելի ճիշտ է, ավելի հեռանկարային է։ Պարոն Խորշուդյան, այնուամենայնիվ բանակցային գործընթացը եկել եւ լրվել է, հա, հենց արդեն ստորագրել չստորագրելու հանգրվան։ Եվ Ադրբեջանն ակնհայտորեն ցանկություն չունի ստորագրելու, բայց մենք տեսնում ենք շատ որոշակի անհամբերություն թե եվրոպացիների կողմից, թե ամերիկացիների կողմից, այդ թվում նաև այսպես մտադրությունների բարձրաձայնում ել ավելի ներգրավվելու այս ամենում։ Դե ռուսներն էլ, որոնք այնպես բոլ-բոլ այցելում էին, հա, Լավրով, հիմա էլ Մատվիենկո, դե հո չեն ասել, չէ, մենք չենք ուզում ոչ մի խաղաղություն, մենք պատերազմ ենք ուզում, ասում դե մենք էլ ենք կողմնակից, հա, Տիկին Մատվիենկոն ոնց էր այդպես հուզված, հատկապես հուզիչ էր ԱՊՀ այդ սպաների այցը, որ տեսնեն սահմաններում ինչ վիճակ է մեր Հայաստանի սահմաններում եւ այլն։
Քիչ էր մնում լաց լինեինք հոնգուր։ Հիմա ձեր գնահատականը ինչ քաղաքական պահ ունենք այս հարցում եւ ինչ միտում եք դուք տեսնում եւ իրադարձությունների ինչպիսի զարգացումն եք համարում առավել հավանական։ Համեցեք։ Սկսենք նրանից, որ Միացյալ Նահանգները ոչ միայն անհամբեր են, այլ ներգրաված են այդ խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ, որտեղ եղել են կոնտակտներ փոխադարձաբար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ հենց այդ հարցով։ Ոնց հասկանում եմ, Տրամպին հասել է այդ գաղափարը, որ ինքը կարող է այս դափնիներից օգտվել, հա, այս խաղաղության պայմանագրի ստորագրման, մանավանդ արդեն երկու կողմը համաձայնվել են, պաշտոնապես մնում է կամակորությունը Ալիևի մի քիչ ճնշել եւ բերել սեղանի շուրջ ստորագրել տալ։ Այնպես որ դա որոշակի հույսեր իհարկե ներշնչում է, բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ դրան շատ մեծ ինչ որ ակնկալիքներ, սպասումներ հենց կենտրոնանանք սևեռվենք դրա վրա։ Մենք մեր գործը պետք է անենք։ Մեր գործը դա ինքնիշխանությունը ամրապնդելն է, Ռուսաստանից կախվածությունը թուլացնելն է, ինչքան թուլացնենք, այնքան ավելի հաղթական պետություն կստեղծենք, այնքան ավելի հզոր պետություն կստեղծենք, որտեղ այդ կապերը, այդ ազդեցությունները միշտ մեր թիկունքին հարվածելու հնարավորություն են տվել Ռուսաստանին եւ մեր շահերը վաճառելու հնարավորություն են տվել եւ պետական ինստիտուտների կայացումը։ Տեսեք, շատ կարեւոր է, որ բոլոր ուղղություններով մի քիչ ավելի զգոն եւ հետեւողական լինի իշխանությունը եւ ինչ որ հրճակում է, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը մենակ խոսքերի վրա չլինի, հա, ես վերջերս էլ բազմաթիվ առիթներ ունեցել եմ տարբեր հարցերում, թե Հայաստան ներդրումների ներգրավման թերացումները բարձրաձայնել Արագետի կոնկրետ ծրագրի օրինակով։ Իդեպ վերջերս նաև ներդրումների աջակցման հիմնադրամի ղեկավարը փոխվեց, հուսով ենք, որ ուրեմն բանի արտգործնախարարի տիկինը ավելի հաջողակ գտնվի այդ հարցում եւ ավելի հետեւողական կլինի, որտեղ ներդրումները Հայաստանի համար խիստ կարեւոր են, որտեղ առանց ներդրումների նույնիսկ արդյունավետության բարձրացումը տնտեսության, պետական պատվերների, այդ թվում ուրեմն ինստիտուցիոնալ զարգացումը, այդ թվում ենթակառուցվածքային ներդրումներ, այդ ամբողջը թերի կլինի, քանի դեռ դրսից մեծ ծավալի ներդրումներ չեն լինի։ Իսկ մենք ոչ միայն չենք խթանում այդ ներդրումները պետական մասշտաբով, այլ նույնիսկ այն ներդրումները, որ իրենք առանց ոչ մի խթանելու, իրենք իրենց ինչ որ մի անտեսանելի ձեռք քարակցում։ Հա, ամեն ինչ անում է, որ դա չլինի։ Այդ անտեսանելի ձեռքն է միշտ չգիտես ինչի Ռուսաստանի հետ է կապված լինում, էլի, ու դա տեսանելի է։ Եվ մյուս կողմից նաև պետական ինստիտուտների իրենց տեղում, իրենց գործով զբաղվել է, այլ ոչ թե ինչ-որ մասնավոր շահեր, հովանավորություն եւ այլն առաջ մղելը, ոնց որ ոչ տեսանելի էր նույն պետական վերահսկողական ծառայության հարցում, եւ հուսով եմ, որ նաև վերջի բացահայտումները ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի կապված հայտնի այդ գնդասար ՍՊ-ի դեմ հողերի հետ կապված առուվաճառքները եւ հողային լիցքերի իրականացումը, որով հսկայական վնաս է նաեւ միլիոնավոր դրամների վնաս է պատճառվել պետությանը եւ այլն, իր թելերով բոլոր մեղսակից մարմիններին կհասնի եւ պատասխանատվության կենթարկի։ Ես այդ առումով ՊՎԾ-ի պահվածքի եւ կոնկրետ Ռոմանոս Պետրոսյանի արկածների մասին մի շարք եմ սկսելու, արդեն իմ էջին հերթով հրապարակելու եմ այն փաստերը, որ ես ունեմ, այն չարաշահումների վերաբերյալ, որը որ ՊՎԾ-ում այս տարիներ շարունակ տեղի են ունենում։ Տեսեք, պարոն Խորշուդյան, մենք մեր այս քննարկումների ընթացքում միշտ խոսել ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, ընդհանրապես այն, որ համենայն դեպս իրականությունը չի համապատասխանում իրավապայմանագրային բազային, չնայած արտգործնախարարն էլ ասում է, դե որ մենք ձգտում ենք, որ ինչ գրած է դա էլ իրականանա, պարզ է, չէ՞ որ դա լինելու բան չի ու մյուս կողմից էլ Աստվածչանի իրականանա, որովհետև պարզ չի դրա հետևանքները հետո ոնց են լինելու։ Ինչ որ սենց առկախված վիճակ, այն «Всё хорошо, прекрасная маркиза», ասում է հայկական կողմը, ռուսները դրան ձայնակցում են, ասում են այո իհարկե, Տիկին Մատվիենկոն ասում է,
Պուտինը եւ Փաշինյանը որևէ խնդիր չունեն իրար հետ, ինքն ասում, բայց ասելով չի։ Սրանք ավելի շատ քաղաքական դիվանագիտական հայտարարություններ են, քան իրականությունն արտացոլող։ Միանշանակ, եւ ես կարծում եմ, որ այս ժամանակը լավ չի օգտագործվում այդ կաշկանդող թելերը կտրելու ուղղությամբ։ Ես դեմ չեմ ոչ այդ հանդիպումներին, ոչ այդ այցելություններին, բայց եթե այդ այցելություններին զուգահեռ ամեն նման այցելություն զուգորդվի որևէ պայմանագրից դուրս գալով, օրինակ Մատվիենկոյի գնալուց հետո կարելի է դուրս գալ համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագրից, հիմնավորելով մեր թանկագին գործընկերներին, որ դա մեզ կաշկանդում է մեր հակաօդային համակարգը զարգացնելու ուղղությամբ, որտեղ մենք այլ ձև, քան արևմուտքի հետ համագործակցելով, այնտեղից զենք գնելով հակաօդային պաշտպանության եւ նրանց ստանդարտներով զարգացնելով մեր զինված ուժերը չունենք։ Եվ ռուսները դա գիտեն, որտեղ իրենք են բերել դրան։ Իրենք մեր գումարը նույնիսկ վճարած հետ չեն վերադառնում հերիք չի, ոչ է զենքն են տրամադրում, այն ժամանակ, երբ որ պարզվում է իրենք այդ ընթացքում Ադրբեջանի զենք են վաճառում։ Այսինքն Ադրբեջանի համար զենք ունեն, Հայաստանի համար նույնիսկ գումար տված դիմաց զենք չունեն մեզ տալու։ Հանգիստ կարելի է դա առանց ոչ մի թշնամանալու։ Իրենք մեզ ասում են դուք ռուսոֆոբ եք, ուզում եք թշնամացնեք Ռուսաստանի հետ։ Ի՞նչն ենք թշնամացնում։ Մենք մեր հակաօդային պաշտպանությունը այս դեպքում օրինակ զարգանա։ Դրա համար պետք է դուրս գալ այդ համատեղ պայմանագրից մեզ կաշկանդող մանավանդ հապկի շրջանակներում արդեն դա չի գործում, գիտեք, հապկում իրենք ընդունել են, որ համատեղ հակաօդային պաշտպանությունն են հապկի բոլոր երկրները։ Հայաստանը սառեցված է իր մասնակցությունը հապկին, այնպես որ Հայաստանը ամեն դեպքում չի ազդում։ Մնում է այդ պայմանագիրը երկկողմանի նաև խզել, եւ մենք օդը էապես կբարելավենք ընդառաջ բոլոր պատերազմական ռիսկերի եւ վտանգների, որ հանգարց վաղը մյուսօր եթե Աստված չանի մի բան լինի, իրենք էլի իրենց բանալիներով էլեկտրոնային չանջատեն մեր հակաօդային պաշտպանության տարբեր դիվիզիոններ կամ ավելի վատ չհայտնեն այդ դիվիզիոնների կոորդինատները թշնամուն, ինչպես որ միշտ արել են։ Այո, եւ ներողություն եւ պայմանագիր ունեն, ըստ որի նրանք այդպես պետք է անեն Ադրբեջանի հետ։ Այդպես չի։ Ես չգիտեմ, իրանց պայմանագրում արդյոք նշված է, որ այլ երկրների հետախուզական ներողություն, Ադրբեջանի հետ հետախուզական տվյալների փոխանակում։ Ստեղ վխտում են, դա հետախուզություն չի, տվյալներ հավաքվում է, այո, ինչի՞ չպետք է փոխանակվեն։ Ես ընդհանրապես մի օրինակ բերեցի, 10-ից ավելի այդպիսի խոշոր պայմանագիր ունենք, եւս մի քանի տասնյակ ավելի մանր հարցերի շուրջ ռազմական նկատի ունեմ միայն պայմանագրեր, այնտեղ համատեղ զորքերի մասին պայմանագրի, ցամաքային խմբավորումը, այնտեղ նաեւ համատեղ սահմանապահ զորքերի այդ վերահսկողությունը սահմանների, որը որ հիմա կիսոպչապ արդեն մենք ենք վերահսկում հունվարի 1-ից, բայց գոնե պետք է հասցնել նրան, որ մինչև տարվա վերջ մենք պատրաստ լինենք ընդհանրապես հրաժարվել իրենց ծառայություններից, ասել շնորհակալություն, հաջողություն։ Էլի ամենայն հարգանքով, այսպես փոխայցելություններով, պաչիկ-պուչիկներով, ես դրան դեմ չեմ։ Դիվանագիտությունը դա է։ Սլավյանքի փչելով։ Այո, ասենք դիվանագիտությունը դա է, բայց դու կոնկրետ քեզ անհրաժեշտ քայլեր արա, հետո ինչքան ուզում ես գնա Մոսկվա, հետ արի, հրավիրի, ճամփի, երթվի 100-ամյա ռուս-հայկական բարեկամության, ոնց որ այնա կանգնել են այդ ակցիայի ժամանակ եւ Եվրաքվեի ակցիայի ժամանակ, տեսակ եմ մի քանի հոգի Արշակ Կարապետյանի սպասարկուներից պլակատներ են բռնել, «Վեկավայ արմյան ռասիստская дружба», ասենք չգիտեմ, էլ մեր գլխին էլ ինչ պետք է բերեն, որ դրանից հետո այդպիսի բաներ չբռնեն, չպլակատներ։ Ոչ թե Մատվիենկոին ցույց տային, այլ մեզ։ Հա, ես չգիտեմ, լավ, ինչ վերո է, շատ չկենտրոնանանք դրանց վրա։ Պարոն Խորշոդյան, մենք այսօր բավականին տևական ժամանակ է հետևում ենք այս կոնֆլիկտին, որը կա պետության եւ եկեղեցու միջեւ, դա մի նոր զարգացում ունեցավ, երբ Հայաստանի առաջին նախագահն այցելեց կաթողիկոսին, ըստ դիրքավորվելով եկեղեցու կողմը, հա, իսկ պետության կողմից եկեղեցուն ուղղված հարցերը, այսպես ասենք, եւ վերաբերմունքը համարելով հակասահմանադրական։ Այստեղ դա բավականին պատասխանատու, այսպես ասենք, բնորոշում է եւ գնահատական,
բայց այդ ամենը ասելով չի, էլի։ Փորձենք հիմնավորել ով է եւ որտեղ է սահմանադրական եւ հակասահմանադրական համաձայն։ Սկսենք նրանից, որ սահմանադրության հետևողական խախտումները սկսել է եկեղեցին քիթը խոթելով քաղաքականության մեջ։ Դուք ճիշտ նշեցիք, որ ամենաառաջի հակասահմանադրականությունը դրանում է։ Ավելին ասեմ, եկեղեցու վերնախավը բաց է բաց ռազմական հեղաշրջման կոչեր է անում։ Ասենք առաջին նախագահը դրա հետ խնդիր չունի։ Երևի չունի։ Ես հիշում եմ, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ից հետո, երբ որ վերնախավը սպանվեց մեր ընտրված վերնախավը եւ ժողովրդի կողմից սիրված վերնախավը սպանվեց, առաջին նախագահը կոչով հանդես եկավ համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Եւ հետո դա բացատրում էր, որ հանուն պետության, որ դա միակ ղեկավարն էր մնացել, որ եթե իրեն էլ մի բան լիներ կամ իր դեմ մի բան արվեր, պետության մեջ ղեկավար չէր մնում։ Հիմա, երբ որ եկեղեցին ռազմական հեղաշրջման կոչեր է անում, դրան արձագանքել, գնահատական տալ որպես առաջին նախագահ, կարիք չկա, դա հակասահմանադրական չի։ Իմ համար մի քիչ տարօրինակ է, էլ չասած, որ եկեղեցին քաղաքական process-ների է մասնակցում, գործուղում է իր մարդկանց սառեցվածը թրև էր գալիս փողոցներում։ Այդ սառեցվածը, այն մեկը, որ սառեցված չի Շիրակում նստած, Գյումրիում նստած, որ նա Ստալինի բաները ոգեշնչումներ է կազմակերպում, ասենք քաղաքական ուղղորդող հայտարարություններ է անում, կամ նույն եկեղեցին, երբ որ միացել էր հրաժարականի պահանջին 21 թվականին, ինչ մասն է խոսքը։ Այդ ամեն ինչը կարելի է աչք փակել, սահմանադրական համարել, իսկ հիմա երբ որ անկախ նրանից ոնց ենք դրան վերաբերում, որովհետեւ ես էլ իմ դիրքորոշումը ասել եմ, որ վարչապետը հատկապես այդ բառապաշարով եւ այլն չպետք է ներգրավվեր հատկապես անձնական կյանքին վերաբերող հարցեր, շոշափեր եկեղեցականներ եւ այլն, բայց երբ որ որպես քաղաքացի հատուկ շեշտում է վարչապետը, ես որպես քրիստոնյա եւ այդ հոտի անդամ, հա, քրիստոնյա, ուրեմն համայնքի անդամ եմ դիմում եւ ուզում եմ, որ որպես հավատացյալի իմ ղեկավարը, տվյալ դեպքում կաթողիկոսը, համապատասխանի այն չափանիշներին, որը որ ինքն էլ հենց հռչակել է եկեղեցին նկատի ունեմ, հենց հռչակել է։ Եվ դարերով գալիս է։ Հա, եւ վերջո ճիշտ է այն, որ չի կարելի ուրեմն դուրս բերել եկեղեցին բարոյական շրջանակներից։ Դա ամենավտանգավորն է, որտեղ եկեղեցին ինքը հենց առաջի բարոյականության քարոզ անողն է, հա։ Եվ նման պարագայում ասել, թե ձեր ինչ գործն է, մենք կուսակրոնությունը խախտում ենք, թե չէ, կամ մի ամիս էլ առանց կնոջ դիմացեք եւ այլն, այսպիսի բաներ ասել, նույնն է ինչ որ չինովնիկը ասի, ձեր ինչ գործն է, այս կաշառք վերցնում եմ, թե չէ։ Մի ամիս կաշառք չվերցնեմ, մի ամիս հələ փորձեք մի ամիս կաշառք չվերցնել, ասենք։ Հանրապետականների ժամանակ դա նորմալ կներ։ Բա տուն ենք պահում։ Մոտորապես նույնն։ Դե հիմա այս եկեղեցականները մեծ մասը են հանրապետականների օրթախներն են, չէ՞, շատ հարցերում, բիզնեսներում, քաղաքականության մեջ, ամեն ինչում իրար հետ էին, հիմա էլ են իրար հետ։ Բայց այդ մեթոդաբանությունը արդեն չի անցնում հետհեղափոխական Հայաստանում, նոր Հայաստանում նման բանը չի անցնում եւ հասարակությունը առանց հետը խորը հիասթափություն ուներ եկեղեցական վերնախավից, որը չգիտես ինչի միշտ խառնում են եկեղեցու վարկանիշի հետ։ Եկեղեցին ինստիտուտ է, հազարամյակների ինստիտուտ է, որը բարձր վարկանիշ ունի եւ լավ է որ ունի։ Բայց եկեղեցու վարկանիշը պետք չի խառնել եկեղեցու հեղինակության հետ խաղացող եկեղեցու վերնախավի ներկայացուցիչների վարկանիշի հետ, որը շատ ցածր է։ Հələ թող այդ սոց հարցումները մի անգամ ասեն Գարեգին Բ-ի ուրեմն վարկանիշը ստուգեն, ինչի հետ չեն հարցնում էլի մարդկանց, ինչ վստահություն ունի այդ մարդը, կամ Աչապայանը, կամ այն մնացածը։ Այնպես որ ես կարծում եմ, որ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը գնում է Գարեգին Բ-ի մոտ, պետք է նաև հասկանալ, իսկ Գարեգին Բ-ն ապաշխարել է մարտի 1-ից հետո, որտեղ մարտի 1-ին չընդունեց Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին Բ-ին եւ պատճառ կար, որ չընդունեց, չէ՞։ Որովհետեւ Գարեգին Բ-ն կանգնեց մարդասպանների կողքը։ Հա, հիմա այդ ամեն ինչը կարծես թե որևէ վերանայման չի ենթարկվել։ Ես չեմ հիշում, որ Գարեգին Բ-ն դրանից հետո ասեր լավ բան չեմ արել, ապաշխարել, ինչ որ ձևով, հա, կամ ինչ որ բան ասել, ճնշել են ինձ, վախացրել են, չէ, ինքը նորմալ է, նույն բանը, նույն դիրքորոշումը փաստորեն շարունակվում է։ Եթե շարունակվում է, ի՞նչն է փոխվել, որ հիմա հերիք չի ընդունում է, ինքն է անձամբ գնում նրա մոտ, որ գնում է, որ ասի ոչինչ, որ աղջիկ ունես, ոչինչ, որ խախտել ես
կուսակրոնության ուխտը, ոչինչ որ բոլոր կանոնները եկեղեցու խախտել ես, այսինքն էտա քաջալերում, էտա գնացել ուրեմն աջակցելու, ինչ նպատակով է գնացել, այդ պարզ չէ, էլի։ Պարզ Խորշուդյան, դրան պատասխանում է վարչապետը եւ պատասխանում է հետեւյալ ձևով, որ այդ ընտրությունների կեղծումը հենց կեղծումների ավանդույթը դրած անձը, որ պետք է գնար եւ համերաշխություն հայտներ կաթողիկոսին, այստեղ որևէ զարմանալու բան չկա։ Հիմա ես չեմ հասկանում, լավ, ընտրություն կեղծելը հանցագործություն է, թե չէ։ Թիվ 1 հանցագործություն է իրականում, պետական հանցագործություն։ Հիմա եթե մենք դա արձանագրում ենք, դրանից քրեա իրավական հետևանքներ չի լինում։ Մեռանք ասելով։ Հիմա դրել ենք, չգիտեք ինչ, բառերը արդեն այնքան են էժանանում, հա։ Հա, էլի կարծեք թե վիրավորական խոսքերի պես բանի է մի վերածվել, մինչդեռ խոսքը հանցակազմի, շատ կոնկրետ հանցակազմի մասին է, եթե այդ ամենն ասվում է, հա։ Դրանից ոչ քաղաքական հետևանքներ է լինում, ոչ քրեա իրավական հետևանքներ է լինում։ Որ լավ է մի դեռ ապօրինի գույքի հետ կապված ինչ-որ վարույթներ կա, ինչ-որ շարժ կա այդտեղ։ Բայց հազարը մի այլ հարցեր, այլ բաներ էլ են տեղի ունեցել, դրա մասին ոչ մի բան։ Տեսեք, պետական հանցագործությունները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ եւ պետք է ստանան քրեա իրավական եւ քաղաքական գնահատական։ Դրա մասին մեռանք խոսալով, պահանջելով քաղաքացիությունը շատ ընդդիմադիր, ռեալ ընդդիմադիր ուժեր, քաղաքական ուժեր նկատի ոչ թե քրեա օլիգարխիայի մնացուկները, որոնք որ իրենց ընդդիմություն են համարում։ Անընդհատ ասում ենք դրա մասին, բայց իշխանությունները անընդհատ խուսափում է եւ ընդհանրապես երբ որ պետք է ինչ որ պահի տակ կարող է նման հայտարարություններ անել, որը որ իր մեջ պարունակում է քաղաքական գնահատական։ Հա, քաղաքական գնահատական է տալիս առաջին նախագահին։ Այնպես չի որ մենք չգիտենք որ այդպես է։ Հա, եւ ես գոնե 95 թվականի եւ 96 թվականի ընտրությունները ես եւ դուք շատ լավ հիշում ենք ինչեր տեղի ունենում։ Այն նույն խուլիգանությունը ինչ հետո սկսեց տեղի ունենալ հետո։ Տեսեք 2009 թվականին, երբ որ նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվեց, հա, բանի նախագահի տեխնացու, հիմնական պատճառներից մեկը ինչի ժառանգություն կուսակցությունը, որի անդամ եմ ես, չէր աջակցում իրեն եւ ահագին երկար տևեց մինչեւ քննարկումների միջոցով ամեն դեպքում այդ զիջումը արվեց, որ աջակցենք, նաեւ որ մենք բոլորս գիտենք եւ բաց խոսում ենք դրա մասին, ես էլ դրանից հետո էլ դրանից առաջ էլ ասել եմ միշտ որ այո, ընտրակեղծիքները, կեղծարարությունը, պետական այդ հանցագործությունը սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ընդորում 96-ին չէ, 95-ին, խորհրդարանական ընտրություններից է սկսվել 95 եւ 96 եւ հետո 96-ին արդեն դա դարձավ որ ոնց որ բան, հա, բյուրեղացավ։ Բայց չգիտես ինչի նույն Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, շատ ջերմերանդորեն, դա էլ պետք է արձանագրենք, հա։ Եվ ճիշտ կլինի հետևողական եւ սկզբունքային միշտ լինել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինես փոխել քո դիրքորոշումը այս կամ այն հարցի շուրջ։ Ես չեմ ասում, որ մենք անսխալական ենք, հա, բոլորս է կարող ենք սխալվել։ Բայց եթե այդ սխալվելու պահը գալի սխալ ընդունելու պահը գալիս է մենակ այն ժամանակ, երբ որ այդ օբյեկտը, որին հետ կապված դու սխալվել ես, քո դեմ ինչ որ բան է անում, դա արդեն արժեզրկում է քո վերաբերմունքի արտահայտումը, քո ընդունումը, քո սխալի ընդունելը արժեզրկում է։ Չնայած նշել չի, որ վարչապետը ասում է, որ ես սխալ եմ արել, որ 9 թվականին աջակցել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, հա, բայց հարցը նույնիսկ դա չի, հա, որտեղ մեր ժամանակ այլ ընտրանք էլ ուրիշ չկար, նորմալ, որ բանի Սերժ Սարգսյանի դեմ իրոք հաղթական այլընտրանք լիներ եւ հենց այդ էր պատճառը, որ ժառանգությունն էլ արդյունքում պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանի տեխնացությունը։ Ուզում եմ ասեմ, որ սկզբունքայնությունը շատ կարևոր է քաղաքականության մեջ եւ հետեւողական ճշմարտությունը ասելը միշտ, անկախ նրանից այդ պահին քեզ ձեռ տալիս է ճշմարտությունը ասելը, թե ձեռ չի տալիս, որովհետեւ երբ որ մի պահ, երբ որ ձեռ է տալիս, ասես ճշմարտությունը, մարդիկ դա անդուրս չընդունեն, ասելով, «Ա դա պայտակ քո դեմ ինչ որ քայլ է եղել, դու հիմա միանգամից ճշմարտության կողմը բռնեցիր»։ Ոտը տարորեց, նոր ասում է վայ։
Եվ երբ որ մարդիկ քննադատում են Նիկոլ Փաշինյանը դրա համար, դա արդեն հիմնավոր է, ոչ մեկ չի կարող ասել, որ դա անհիմն քննադատություն չէ, հիմնավոր է։ Բայց հետո տեղի ունեցավ խազում, չէ, երբ այն ժամանակ, եթե կհիշեք, այն բուրժուա դեմոկրատական հեղափոխության մի ֆանտաստիկ գաղափար առաջ քաշվեց ու ամբողջ այդ ժամանակվա համաժողովրդական ընդվզումը դրվեց պարոն Ծառուկյանի ոտքերի տակ։ Այդտեղ հակասական է, ես այդտեղ մի քիչ կարող է տարբեր որ դիսկուրսում ունենամ, որտեղ ամեն դեպքում դա շարունակություններ քրեա օլիգարխիայի դեմ պայքարի, մենք կարող ենք ասել օլիգարխի հետ միասին։ Ну, կարելի է բոլոր մեթոդները օգտագործել, եթե Ծառուկյան Գագիկը իրոք արդեն անդիմություն էր դիտվում, անդիմանում էր իշխանությանը, կարելի էր իրենց օգտագործել։ Եվ այդ մեթոդաբանությունը ես նորմալ եմ համարել, եւ այն ժամանակ, եւ դրանից հետո, երբ որ դաշինք էր փորձարվում 17 թվականին լայն կոալիցիա ձևավորել, ես ջատագովն եմ եղել, որ բոլոր նրանք, ովքեր որ դեմ են Սերժ Սարգսյանին, համախմբվել, որտեղ այլ տարբերակ չէի տեսնում Սերժ Սարգսյանին հաղթելու, այդ թվում բանակցություններ գնում էր նաև Ծառուկյան Գագիկի հետ, որը ինքը իդեպ վերջը դրժեց եւ այդ բանակցողներին ուղղակի քցեց եւ գնաց պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ իր 30%-ի համար, հա, ազգային ժողովում։ Տեսեք, պարոն Խորշուդյան, հիմա ել եմ ասում, մենք Գյումրիում տեսանք, չէ, որ նաև հնուց եկած թշնամանքի վրայով անցան, որովհետև գերնպատակ կար։ 21 թվականին էլ, չէ, սկսել էին վարչապետի հրաժարական պահանջել գերնպատակ դնելով իշխանափոխությունը կամ այսպես ասենք հակահեղափոխություն ռեստավրացիա իրականացնել Հայաստանում եւ մենք տեսանք, որ բազում տարաձայնություններ իրար հետ ունեցող 3 նախագահներն էլ կաթողիկոսն էլ դրեցին մի կողմ ամեն ինչ եւ համերաշխացան համերաշխ եղան այդ գերնպատակի շուրջ դրա ուրվագծերը հիմա չեք տեն մի հատ շատ ավելի թույլ դիրքերից էլի անընդհատ մարդիկ քննարկում են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմերի այսպես պայքարը ընդդիմության տեղը զբաղեցնելու համար կամ ընդդիմադիր առաջնորդի տեղը զբաղեցնելու համար, ընդդիմադիր առաջնորդության տեղը զբաղեցնելու համար, եթե ոչ կոնկրետ առաջնորդի, որտեղ Սերժ Սարգսյանը ասում է ես չեմ մասնակցելու, հա, ընտրություններին, այնպես որ այդ պայքարը միշտ է լինելու է ներտեսակային պայքարը, այսպես անվանենք, բայց հիշում եք նույն Գյումրիի ընտրությունների ժամանակ, երբ որ տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ եւ քննարկվում էր, որ չեն միավորվի Մարտուն Գրիգորյանը եւ ոնց էր անունը Վարդան Ղուկասյանը, հա, ես ասում եմ, որ չէ, բացառվում է, վերևից ինչ նրանք իջացնեն, ընդ կանեն, ասենք նրանք իրանք գլխի տերը չեն, որ ինչ են դառել, որ իրենք իրենց որոշեն, թե միավորվեն, թե չմիավորվեն, ինչքան անձնական հարց ուզում ունենան։ Եվ տենց էլ եղավ, որովհետև պետք է լավ պատկերացնել այդ մոզաիկան եւ սուբորդինացիան, հա, ով ումա ենթարկվում, եւ մենք հասկանալի էր, որ դա տեղի է ունենալու եւ նույնը այստեղ է, հենց որ պահը գա այդ բոլոր այդ ներքին գզվրտոց խժդժությունները այդ լրիվ մոռացվելու է եւ սիրուն միավորվեն կլինի դա ընտրությունից առաջ միասնական դաշինքով գնալու հարցում ես չգիտեմ թե կլինի դա առանձին շարաշուններով գնալու հարցում հետո ազգային ժողովում միավորվելու ոնց որ Գյումրիի տարբերակում եղավ հիմա ավելի շատ ունեցած է դրան են հակված եւ այս նաեւ իրար հարվածները նաեւ դրան են ուղված որ նրանք ովքեր որ շատ չեն սիրում Ռոբերտ Քոչարյանին ասեն դե լավ գոնե ու չեն ընդունում գործող իշխանությունը, ասեն դե լավ գոնե Սերժ Սարգսյան թող լինի, մենակ թե Նիկոլ Փաշինյանը չլինի, եւ հակառակը նրանք ովքեր որ, չգիտեմ, ինչ-ինչ մոտեցումներից ելնելով սեգմենտը մոբիլիզացնի տեղերում։ Հա, որ իրար չխանգարեն, էլի, որտեղ եթե բոլորը միավորվեն, մեկը կասի չէ, այնտեղ Քոչարյան կա չեմ գնա ընտրի, մեկն է կասի չէ, այնտեղ Սերժ Սարգսյան կա չեմ գնա ընտրի։ Դրա համար այդ ոնց որ թե արդեն մի քանի շարաշունով գնալու տարբերակին են հակվում, ոնց որ Գյումրիում հաջողեցին Եվ դա իհարկե վտանգ ներկայացնում է իր մեջ եւ ընդհանրապես մյուս տարվա ընտրություններին հիմիկվանից արդեն պետք է լրջագույն պատրաստություն տեսնեն ժողովրդավարական ուժերը, անկախ նրանք ովքեր գտնում են իշխանության մեջ, թե նրանք ովքեր գտնում են իշխանությանից դուրս, եւ ես կարծում եմ, որ ժողովրդավարական ուժերն էլ պետք է այդ մեթոդաբանությունը որդեգրեն, առնվազն իշխանության հետ
ընդդիմությունը չպետք է միավորվի միասնական դաշինքում գնալու համար, դա շատ վտանգավոր է, այդպիսի նախադրյալներ տեսնում եմ, ինչ որ վտանգ տեսնում եմ այդպիսի, որտեվ գիտեք, հիմա ցանկացած իրական ընդդիմադիր ժողովրդավարական ուժ, եթե միավորվի իշխանությունների հետ նախընտրական դաշինքում, դա կլինի ուղղակի փոշիացում, զրոյացում այն ընդդիմադիր ձայների, որոնք պատրաստ կլինեին տալ ժողովրդավարական այլընտրանքին իրենց ձայները, բայց երբեք չեն պատրաստ լինի տալ դա իշխանությանը, որտեղ եթե դու միավորվում ես իշխանության հետ, բնականաբար դու արդեն դիտվելու ես որպես կցորդ եւ կիսելու ես արդեն պատասխանատվություն այն բոլոր բացասական երևույթների, որը որ իշխանությունը արել է այս 7 տարիների ընթացքում, արել է կամ հակառակային բաների, որ չի արել, պետք է աներ, բայց չի արել։ Պարոն Խորշուդյան, տեսեք, եւ բայց մյուս կողմից էլ իշխանությունն էլ ինչպես մենք Գյումրիում տեսանք, էլի քրեա օլիգարխիային հայտարարելու է իր թիվ 1 ընդդիմություն։ Ինչ ասելու է իրենց հասցեին, բայց առանց որևէ քաղաքական եւ քրեա իրավական հետևանքների թողելու իրենց իրականում ամեն ինչ այդ արածը։ Դա միայն այսպես վերբալ ճակատներին, երեսներին խփելով եւ մարդկանց ոնց որ թե դնելու է միայն կամ մենք կամ նրանք այս դիլեմայի մեջ, հա, այսպես ասենք։ Գյումրին ցույց տվեց, որ դրանց կարող է տեղ չհասնել։ Տենց պարտվելու է։ Տենց իշխանությունը պարտվելու է։ Եվ միակ լուծումը իմ ասածն է, որ ժողովրդավարական ուժերը, իշխանությունից դուրս գտնվող բոլոր ժողովրդավարական ուժերը, որոնք բնականաբար եվրոինտեգրման կողմնակից են, Եվրոմիության անդամակցության կողմնակից են, միավորվեն։ Միասնական ճակատով հանդես գան եւ երրորդ ուժ որպես այլընտրանք հանդես գան, միայն այդ դեպքում մարդիկ հույս կտեսնեն, որ կարող են մի կողմից չուզենալով որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ստանալ այլընտրանքային լուծում, մյուս կողմից նաեւ խուսափեն նախկիններին բերելու վտանգից հետ բերելու, հա։ Այնպես որ եթե այդ մեթոդաբանությունը չկիրառվի եւ համ վտանգ է որ միավորվեն ինչ որ ուժեր ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի իշխանության հետ, որովհետեւ փոշմյանան նրանք 1% չեն ավելացնի գործող իշխանության ձայները դրանով եւ մյուս կողմից վտանգ է որ առանձին բազմաթիվ շարաշություններով գնան, որոնց մեջ մարդիկ հույս չտեսնեն եւ ուղղակի ընտրությունների դուրս չգան։ Այսինքն այն իրական էլեկտորատը, որ Հայաստանի ժողովրդավարակցման կողմնակից է, չուզենալով գործող իշխանության շարունակականություն տեսնել, բայց նաեւ չտեսնելով այլընտրանք, ուղղակի չի գնա, չի մասնակցի ընտրություններին։ Դա է վտանգը։ Ոնց որ Գյումրիում եղավ ի դեպ նաեւ։ Գյումրիում իրական խնդրեմը այն եղավ, որ ժողովրդավարական այլընտրանքը Եվրադաշինքի ձևով չկարողացավ նորմալ ժամանակ չուներ նաև PR անելու, նորմալ ռեսուրս չծախսեց այդ PR-ի վրա եւ մարդիկ չտեսան այդտեղ ռեալ այլընտրանք, իհարկե հարցը վերաբերում է թիմ ընտրություններին, որովհետեւ մի քիչ դա տարբեր է։ Չէ, դա այլ տրամաբանություն։ Եթե նույնիսկ այդ նույն ուրեմն ռեսուրսների, համամասնորեն եթե վերցնում ենք համապետական մասշտաբով, նույն ռեսուրսները եւ նույն ժամանակը նույնիսկ ծախսվելու դեպքում կրկնակի ավելի առնվազն արդյունք կստանար Եվրոդաշինքը համապետականի ժամանակ։ Էլ չեմ խոսում, որ համապետական ընտրությունների ժամանակ շատ ավելի երկար ժամկետ է տրամադրվելու, այնտեղ բան չէր, 15-20 օր բան էր, նախընտրական արշավ էր ընդամենը, որը որ իհարկե շատ քիչ է։ Եթե դու չունես քրեական տարերի ցանցավորված մի հատ մեծ շերտ, եթե դու չունես հսկայական գումարներ ծախսելու եւ այլն, էլ չասած նաեւ ԶԼՄ-ներ եւ այլն, որ ունեն համ իշխանությունները, համ այսպես կոչված ընդդիմություն են դերը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խորշուդյան, ձեր այս կարևոր դիտարկումները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Միշտ նոր հանդիպում, բարի նույնպես։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար եւ Եվրադաշինք նախաձեռնության անդամ Հովսեփ Խորշուդյանին։ Եվրաքվ։ Ինչպես։ Եվրաքվ նախաձեռնության անդամ։ Եվրաքվ, ներողություն, այո, Եվրաքվի նախաձեռնության անդամ։ Լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի ներքաղաքական նաև տարածաշրջանային միջավայրին առնչվող մի շարք հարցեր։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։